Բարի օր, հանրային ռադիոյի եթերում առանց թողատակի հաղորդաշարի հերթական թողարկումն է։ Ես Լևոն Սարդարյանն եմ, խոսել եւ խոսելու ենք խնդիրների մասին, որոնք հուզում են կամ պետք է հուզեն հասարակությանն։ Այսօր կփորձենք անցնող տարին ամփոփել մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հետ։ Բարև ձեզ, Տիկին Մանասյան։ Բարև ձեզ։ 1-2, եթե կարելի է իրադարձային այսպես հարցեր տանք, հետո այդպես մի քիչ կանցնենք երևի փիլիսոփայելուն։ Ձեր թույլտվությամբ։ Տեսեք, երեք մի պահանջագիր աչքովս ընկավ, որը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանն էր տարածել, պարոն Ղուկասյանը անկեղծ եմ ասում, թվում էր թե պիտի սովորած լինեմ իր այսպես բավական ոչ օրդինար պահվածքին, բայց այս անգամ եւս հաջողացրեց զարմացնել ինձ գոնե, հասկանամ ձեզ զարմացրել է թե ոչ։ Պահանջում էր ապահովել պատարակներին մասնակցելու իր իրավունքը սահմանադրական, ինչպես նաեւ ապահովել միայնակ եւ բարձրաձայն աղոթելու հնարավորություն։ Հիմա մարդու իրավունքների պաշտպանը այս դեպքում պիտի արձագանքի այս պահանջագրին թե ոչ։ Եթե խոսքը անձի կրոնական ազատություններին եւ կրոնական իրավունքներին է վերաբերում, ոչ միայն ես ինքս անձնապես որպես մարդու իրավունքների պաշտպան այս դեպքի հետ կապված եմ որոշակի գործողություններ իրականացնում, այլ մշտապես եմ իրականացրել, որովհետեւ կրոնական իրավունքների ազատությունների հետ կապված հարցերը կարծում եմ կարևորագույններից են, այդ թվում ազատությունից զրկման վայրերում, եւ սա երևի թե այն հարցերից է, որը շատ դեպքերում քիչ ուշադրության է արժանանում, ընդ որում խոսքը միայն Հայաստանի մասին չէ, շատ այլ երկրներում էլ։ Բնականաբար անձանց կրոնական իրավունքները պետք է երաշխավորված լինեն, բայց ազատությունից զրկված ցանկացած անձ պետք է իմանա, որ այո, այդ իրավունքների երաշխավորման հետ մեկտեղ, ինչպես ազատությունից զրկման այլ ռեժիմային հարցերը, այնպես էլ այս հարցերը կարող են ունենալ առանձնահատկություններ՝ ի տարբերություն այլ քաղաքացիների, որովհետև օրինակ նույն բազմաթիվ եվրոպական պետություններում ազատությունից զրկված մի շարք անձինք կան, ովքեր եւս ցանկություն ունեն իրացնելու իրենց կրոնական իրավունքները, ազատությունները, բայց դա տեղի չի ունենում անձին ազատությունից զրկման վայրից օրինակ, դուրս բերելու եւ այդ ձևաչափով որոշակի հարցեր կանոնակարգելու միջոցով մի շարք երկրներում հենց ազատությունից զրկման վայրերում են լուծում այդ խնդիրները, բայց դարձյալ լուծում են առանձնահատուկ եղանակով ու դարձյալ վերադառնալով ձեր հարցին, միանշանակ հարցադրմանը ես ինքս անդրադարձել եմ եւ անդրադառնալու եմ, բայց հաշվի առնելով նաեւ ազատությունից զրկման առանձնահատկությունները։ Գիտեք ինչու էր ինքը այս պահանջը բավական տարօրինակ, որովհետեւ եթե խոսում ենք սահմանադրական իրավունքների մասին, ապա երջանիկ լինելն էլ է սահմանադրական իրավունք եւ ցանկացած անձ, որը կալանքի տակ է գտնվում, կարող է ասել, գիտեք, ինչ կա սահմանադրությամբ ես ունեմ երջանիկ լինելու իրավունք, իսկ քանի որ ես կալանավորված եմ, ես երջանիկ չեմ, խնդրում եմ ինձ բաց թողեք, չէ՞։ Իրականում ամեն ինչի մասին կարելի է խոսել եւ ամեն ինչի մասին կարելի է նաեւ փիլիսոփայական դիտանկյունից խոսել, բայց եթե ետ վերադառնանք իրավունքների դաշտ եւ այն չափանիշների դաշտ, որոնք այսօր աշխարհում գործում են, գաղափարը այն է, որ այո, նույնիսկ ազատությունից զրկման վայրերում պիտի երաշխավորվի կրոնական ազատությունը, կրոնական պահանջմունքները պետք է կարողանա անձը իրացնել եւ այլն, բայց հաշվի առնելով ազատությունից զրկման հետ կապված բոլոր առանձնահատկությունները։ Ազատությունից զրկման հետ կապված առանձնահատկությունները հաշվի առնելով կալանավորված arczepiskopos-ներից մեկի ներկայացուցիչը հայտարարեց, որ իր պաշտպանյալն ունի առողջական խնդիրներ եւ անհրաժեշտ է շտապ վիրահատություն։ Դրանից հետո քրեակատարողական հիմնարկը հայտարարեց, որ իրենց բուժհաստատությունում այդ վիրահատությունը անել հնարավոր է եւ այստեղ բնականաբար բախում առաջացավ, որովհետեւ այսպես ասեմ, հայցվոր կողմը, որ խնդրում էր բուժօգնություն, այլ հիվանդանոց նկատի ուներ, հիմա այստեղ այլ բան է առաջարկվում։ Նման դեպքերում մարդու իրավունքների պաշտպանը միջամտելու որևէ գործառույթ ունի թե ոչ։ Նախ նշեմ, որ եթե խոսքը առողջության պահպանման իրավունքի, բժշկական օգնության եւ սպասարկման իրավունքին է վերաբերում, առաջին չափանիշն այն է, որ պետությունը պարտավոր է դա ապահովել։ Այսինքն իրավունքի խախտում հնարավոր է արձանագրել սոսկային դեպքում, երբ պետությունը դա չի ապահովում, բնականաբար այս իրավիճակներում մենք մի փոքր այլ ընդհանուր համատեքստի հետ գործ ունենք, ընդ որում որը մի փոքր տարօրինակ է նաեւ եվրոպական պետությունների դիտանկյունից, որովհետեւ եթե փորձը դիտարկենք եվրոպական պետությունների, հիմնական հարցադրումը միշտ բարձրանում է պետության կողմից բժշկական օգնությունը երաշխավորելու դիտանկյունից, մեզ մոտ մի փոքր այլ իրավիճակ է եւ այլ հարցադրումներ են բարձրացվում, թե
տիրապետ նաև պետության կողմից երաշխավորվող բժշկական օգնության եւ սպասարկման հետ կապված հարցեր են բարձրաձայնվում։ Ամեն դեպքում, քանի որ այս խնդիրը լուծվել է այս պահին, որովհետեւ ընդհանուր առմամբ որոշում է կայացվել անձը իր միջոցների հաշվին իր ցանկացած բժշկական հաստատությունում անցնելու է իրեն վերաբերելի ամբողջ այդ բժշկական միջամտության հետ կապված հանգամանքները, իրավիճակը, բայց ամեն դեպքում իհարկե նաև բժշկական օգնության եւ սպասարկման հարցերի հետ կապված մենք ունենք իրավասություն ու առաջնահերթ իրավասությունն այն է, որպեսզի պարտադրենք պետությանը, որպեսզի վերջինս երաշխավորի անձանց համար այդ թվում պետության միջոցների հաշվին բժշկական օգնությունը եւ սպասարկումը։ Տիկին Մանասյան, անցնենք մի քիչ ավելի լայն, այսպես սպեկտրի հարցերին, տեսեք, վերջերս զեկույց էիք հրապարակել, ըստ որի իրականացվող մշտադիտարկման արդյունքներում բռնության տարատեսակ դրսևորումներ կան Հայաստանում, բայց հաշվի առնելով այն նաև սոցցանցային, ոչ միայն սոցցանցային քննարկումները, երևի կարելի է դրանք խմբավորել։ Օրինակ ինձ համար բռնության հիմա ամենատարածված ձևերից մեկը այն, որ ես տեսնում եմ ականատես լինում, դա այսպես կոչված բուլինգն է, այսինքն երբ մարդուն թիրախավորում են, սկսում են տարբեր կողմերից հարվածել, էական չի, խոսքը վերաբերում է դիմադիր քաղաքական գործին, իշխանության ներկայացուցչին, թե ուղղակի երեխային, որին, ասենք, համադասարանցիները դրան էլ կանդրադառնանք, համադասարանցիները ուղղակի որոշում են, ասենք 7-8 հոգով ծեծել ֆիզիկական ներգործության մասն, բայց հիմա դառնանք հոգեբանականին։ Բուլինգի այս տեսակը, հոգեբանական ճնշման տեսակը հիմա ըստ ձեր դիտարկումների ավելացել է Հայաստանում, թե ինչ-որ մակարդակի վրա մնացել է։ Միանշանակ ավելացել է եւ դրա պատճառները նաեւ ինչ որ առումով բնական են, որովհետեւ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը հիմք է տալիս նաեւ հնարավորությունները ավելացնելու եւ այսօր առցանց բռնությունը Հայաստանում բռնության ամենատարածված ձևերից մեկն է, ընդ որում մենք գրեթե բոլորս կարող ենք համարել, որ զոհ ենք առցանց բռնության, հատկապես այն անձինք, ովքեր ինչ որ առումով հանրային ձևաչափով գործունեություն են իրականացնում, եւ ավելին նշեմ, իհարկե կան տարբերություններ, որովհետեւ օրինակ կանանց նկատմամբ առցանց բռնությունը բոլորովին այլ դրսևորումներ ունի, այսինքն վերցնում են ամենախոցելի ասպեկտները եւ սկսում են դրա հիման վրա առցանց բռնության ենթարկել, տարբեր խմբերի պարագայում էլ տարբեր է, բայց միանշանակ է, որ այս ամենը ավելացել է, սրան գումարվում է նաև այն, որ այսօր մեր զանգվածային լրատվության միջոցներն են շատ բևեռացված եւ ըստ էության նաև ուսումնասիրության արդյունքներն են վկայում, որ դրանք քաղաքականացված են նաև, այսինքն իրենք գտնվում են հիմնական քաղաքական դերակատարների ձեռքում եւ արդյունքում ինչ է տեղի ունենում, ըստ էության բռնության գրեթե բոլոր ձևերը տարածվում են, բայց բոլորը խոսում են այն մասին, որ չգիտես ինչու իրենց նկատմամբ բռնություն է կիրառվում, սա շատ դատապարտելի երևույթ է, բայց դերակատարների մեծամասնությունը հենց ինքն էլ բռնություն կիրառող է, այսինքն մարդիկ խոսում են բռնության դատապարտման մասին, բայց իրենք են բռնություն կիրառող։ Դե այդեն տարբերակն է, որ ասում է գողում բռնեք գողին, չէ՞, մոտավորապես։ Միանշանակ նման տարբերակ է, բայց այստեղ նաև այլ առանձնահատկություններ կան։ Շատ դեպքերում մարդիկ չեն էլ հասկանում, որ երբեմն իրենք հակաիրավական քայլեր են իրականացնում, բայց ամենավտանգավոր մարդիկ նրանք են, ովքեր շատ լավ գիտակցում են, որ իրենք հակաիրավական գործունեություն են ծավալում կամ նպաստում են հակաիրավական գործունեությանը, բայց շարունակում են ու այս առումով պետք է շուտապույտ քայլեր, որովհետև ֆիզիկական բռնությունը դա այո բռնության մի տեսակ է, բայց ֆիզիկական բռնությունից բացի բռնության նաև այլ տեսակներ կան ոչ պակաս վտանգավոր։ Օրինակ մենք ամեն օր խոսում ենք զինված ուժերում, փակ հաստատություններում ինքնասպանությունների, ինքնավնասումների դեպքերի մասին, կարող եմ վկայել, որ դրանց մի մասը նաև արդյունք է բռնության նման տեսակների ձեր կողմից հիշատակված այսպես կոչված ճակերտներում բառը օգտագործեմ բուլինգի դրսևորումների եւ այլն, որոնք չես կարող շղթել իրենց նեգատիվ արդյունքների ու հետևանքների դիտանկյունից։ Տեսեք 7 տարի ինչ գործող իշխանությունն է, հա, երկրի ղեկին անընդհատ խոսում է ատելության խոսքի բացառման մասին, հա, այս վերջերս քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը նույնիսկ ընդունեց ներքին կանոնակարգ, որով բացառեցին այդ հայհոյանքին հայհոյանքով պատասխանելու, այսինքն բարեվարկության որոշակի կանոններ սահմանեցին իրենց համար, բայց միևնույնն է, այս ամբողջ ընթացքում չենք կարող չտեսնել, որ այդ ատելության խոսքը անգամներով ավելացել է։
այ ըստ ձեզ մարդ, որը իրավունքի փիլիսոփայությանն է նաև տիրապետում, հա, որովհետև իրավունքը միայն այդ օրենքի տառն ու բառը չի։ Դա ինչի հետևանքով արդյունք է։ Իրավունքը նաև էթիկական ստանդարտների մասին է եւ ցավով պիտի արձանագրեմ, որ այն մարդկանց մեծամասնությունը, ովքեր հենց իրավագիտության ոլորտն են ներկայացնում, այսօր ընդհանրապես չեն պահպանում էթիկական ստանդարտները եւ կարծում եմ, որ միանշանակ է, որ այս ամենը նաև հենց էթիկական ու բարոյական չափանիշները չպահպանելու հետևանք է, որովհետև կան հարցեր, որոնք որևէ տեղ գրված չեն, հա, ասենք, չգիտեմ, որևէ տեղ գրված չէ հատուկ միգուցե, որ փաստաբանը չպետք է այնպիսի խոսք տարածի, որը թիրախավորում է հաշմանդամություն ունեցող անձանց, կամ գիտնականը չպետք է այնպիսի խոսք տարածի, որը նպաստում է գենդերային խտրականությանը եւ նմանատիպ բազմաթիվ այլ հարցերի մասին կարող եմ խոսել։ Էթիկական ստանդարտների տեսանկյունից յուրաքանչյուրս ենք դա պարտավոր անել, բայց ցավալիորեն այսօր այդ էթիկական եւ բարոյական ստանդարտները գրեթե զրոյացվել են, շատերի պարագայում նույնիսկ արժեք այլևս չեն ներկայացնում եւ մենք գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ յուրաքանչյուրն է իրեն հնարավորություն տալիս դուրս գալ այն էթիկական գծերից, որոնք պետք է լինեն։ Եվ այս առումով ես իհարկե շատ ողջունում եմ ցանկացած նախաձեռնություն, որն ուղղված է էթիկական չափանիշների ամրապնդմանը, բայց ուզում եմ նաև արձանագրել, որ Հայաստանում եթե անհատներին դուրս բերենք, հա, քննարկումից, որովհետև կան անհատներ, ովքեր այո պահպանում են այդ չափանիշները, որքան էլ որ դա այսօր բարդ չէ, որովհետև օրինակ ձեր նշած հայհոյանքին չպատասխանել հայհոյանքով դա էլ է խիզախություն պահանջում, որովհետև կողքից մտածելու են, որ միգուցե դու այնքան խիզախ չես կամ սխալ ես, որ հայհոյանքին հայհոյանքով չես պատասխանում։ Շատ քիչ են անհատները, ովքեր շարունակում են հետևել էթիկական ստանդարտներին եւ հիմնական դերակատարները կարծում եմ չեն հետևում եւ այս առումով պատասխանատվությունը բոլոր դերակատարներին է իրապես հանրային կոնսենսուս ձևավորել առնվազն նման էթիկական եւ հանրային զգայունություն ունեցող հարցերի շուրջ եւ այլևս չհատել այդ գծերը։ Որպեսզի այդ գծերը չհատվեն, կա մի շատ կարևոր հանգամանք, որի մասին ես վերջերս դուք խոսել եք, ոչ միգուցե այն ձևակերպումները, որ հիմա ես կասեմ, դա զանգվածային լրատվամիջոցներում չտարածումն է այդ խոսքի, այսինքն երբ մարդը գիտի, որ այդ խոսքը չի տարածվելու, ինքը հիմնականում խուսափում է այդ բառամթերքից, այն բառամթերքից, որի մասին մենք քիչ առաջ խոսում էինք, որը ատելության խոսք կարելի է այսպես ձևակերպել, եւ էլի այս վերջերս դուք ասել եք, որ զանգվածային լրատվամիջոցների հետ անհրաժեշտ է ամենօրյա աշխատանք, այդ ամենօրյա ռեժիմով, որ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը պիտի աշխատի, ինչպես եք աշխատելու ԶԼՄ-ների հետ։ Նշան, որ ոչ թե ինչպես ենք աշխատելու, այլ ինչպես ենք աշխատել եւ աշխատում, որովհետեւ կուզանամ նաեւ հատուկ արձանագրել, որ ի տարբերություն մի շարք այլ դերակատարների եւ համայնքների զանգվածային լրատվության միջոցները անկախ բոլոր քննադատություններից, որ ես նաեւ այս դերակատարների հասցեին եմ հնչեցնում, ինչ որ առումով կառուցողական են նաեւ այս բոլոր խնդիրների առնչությամբ համատեղ աշխատանքներ տանելու հարցում։ Ես չեմ կարող ասել, որ խնդիրները լուծումներ ստացել են, որովհետև խնդիրների իրական լուծումները կարծում եմ այլ դերակատարների դաշտում են, որովհետև երբ զանգվածային լրատվության հիմնական միջոցները գտնվում են քաղաքական դերակատարների ձեռքերում, շատ կարևոր է, որպեսզի հենց նաև քաղաքական դերակատարները սրա կարևորությունը գիտակցեն, բայց զանգվածային լրատվության միջոցների հետ աշխատանքի արդյունքում հնարավոր է լինում որոշակի ձևաչափով փոփոխություններ բերել։ Մի շարք զանգվածային լրատվության միջոցներ կան, ովքեր օրինակ մեր կազմակերպած համատեղ միջոցառումներից հետո բավականին փոխել են զգայուն թեմաների վերաբերյալ իրենց հրապարակումների ոճը, ձևաչափը, որովհետև մենք մի շարք նաև միջոցառումներ ենք կազմակերպել հենց գործընկերների համար, լրագրողների համար, նշեմ նաև ընդգրկվել են լրագրողներ տարբեր համայնքներից, թե այսպես կոչված, հա, ավելի իշխանական զանգվածային լրատվության միջոցներ ներկայացնող գործընկերներ, թե ավելի ընդդիմադիր, թեպետ այս բառերը ինքս օգտագործում եմ, բայց միանշանակ սխալ են զանգվածային լրատվության միջոցների պարագայում, որովհետև ենթադրվում է, որ էթիկական ստանդարտների համաձայն պիտի նման ձևակերպումներ էլ չօգտագործենք, բայց ինչպես ինքս եմ միշտ նշում, հիմա ունենք այն, ինչ ունենք այս պահի դրությամբ, շատ կարևոր է, որ հիմնական դերակատարները նաև փոխեն
այս էթիկական ստանդարտների հետ իրենց եւ նկատմամբ իրենց դիրքորոշումները, բայց պիտի նաեւ նշեմ, որ զանգվածային լրատվության միջոցները ահռելի դերակատարություն են ունենում սխալ չափանիշներ եւ ձևախեղված պատկերացումներ տարածելու առումով։ Ընդհանրապես իրավահավասարության ու հակախտրականության ոլորտին առնչվող օրինակ բերեմ, շատ զգայուն ոլորտի առնչվող, եթե չեմ սխալվում, նույնիսկ միասին ենք այդ օրինակը քննարկել, հաշմանդամություն ունեցող անձանց հետ կապված։ Օրինակ, եթե մարդիկ իմանան, որ զանգվածային լրատվության միջոցը չի տարածելու այնպիսի միտք, որը ակնհայտ հակախտրական է եւ այսօրվա աշխարհում նույնիսկ ամոթ է տարածել, բնականաբար այդ միտքը չեն արտաբերի եւ ամեն օր չեն կրկնի, բայց օրինակ մենք դեպք ենք ունեցել, երբ դատական իշխանության նախկին բարձրագույն պաշտոն զբաղեցրած ներկայացուցիչը հերիքչի ինքն է տարածում ակնհայտ խտրական խոսք, նշելով, որ մոտավորապես ամոթ է, որ օրինակ կուրություն ունեցող անձը կարող է դատավոր դառնալ, եւ դա զանգվածային լրատվության միջոցի համար դառնում է վերնագիր։ Ակնհայտ է, որ դա արվում է քաղաքական նպատակներով եւ ակնհայտ է, որ դրա նպատակը միանշանակ հաշմանդամություն ունեցող անձանց հետ կապված հարցերին անդրադառնալը չէ, բայց սա մի բան է, որը այսօրվա մարդու իրավունքների աշխարհում մոտավորապես նույնն է, ինչպես օրինակ ասես, սպանությունը լավ երևույթ է։ Եվ անձին սպանում մոտավորապես նույնիսկ չասես էլ նայածում է սպանումը, ստեյության պարզապես խոսես այն հանգամանքի մասին, որ դա լավ երևույթ է եւ այս իրավիճակում եթե անձին կիմանան, որ իրենց մտքերը չեն տարածվելու, բնականաբար իրենք էլ կփոխեն իրենց մոտեցումները հարցերի հետ կապված։ Դե հիմա տեսեք, քանի որ մենք նաև շաբաթօրեր ունենք մոտարապես այդ թեմաներին նվիրված հաղորդաշար, որը կոչվում է հանրամեդիա, մենք այնտեղ բարբերաբար քննարկում ենք զանգվածային լրատվամիջոցներում տեղ ունեցած մեր իսկ բերած ախտերը, այսպես ասեմ, ես ինչ չեմ տարանջատում լրատվական դաշտից որպես այդպեսին։ Բայց այստեղ մի ուրիշ երևույթ էլ կա բավական վտանգավոր, ըստ իս, որ վերջին շրջանում լրագրողները իրենք են վերածվել թիրախի, որովհետև ենթադրում եմ, որ դուք նաև հետևում եք, որ իշխանության որոշ ներկայացուցիչներ հասկանալի է, որ այնտեղ փորձում են թիրախային այս լրատվամիջոց, այն մի լրատվամիջոցը, բայց դա տարածվում է բոլոր լրագրողների վրա անխտիր։ Հա, կապ չունի միջին սպառողի համար բացարձակապես միևնույնն է, դու աշխատում ես, ասենք, հանրային ռադիոյում, թե ասենք, չգիտեմ, մեկ այլ դու լրագրող ես, վերջ նշանակումը, դու լավը չես արդեն որպես այդպեսին ի սկզբանե։ Հիմա ինչ պիտի անենք, որ գոնե այս դաշտում որոշակի, այսպես հրադադար կարող եք միջնորդել օրինակ։ Նախ նշեմ, որ լրագրողները մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող բոլոր դերակատարները իրենք միշտ եղել են, կան եւ լինելու են թիրախում եւ դա իրենց գործունեության առանձնահատկությունն է, դա բոլորս պիտի անցալենք եւ հասկանանք, այլ հարց է, որ այստեղ էլ պիտի չափանիշներ լինեն, որովհետեւ ակնհայտ է, որ յուրաքանչյուր քննադատական խոսք, յուրաքանչյուր նոր տեղեկատվություն կարող է հանգեցնել մեկը հանդիմանական վերաբերմունքի, մյուսը միգուցե ոչ կառուցողական մոտեցման եւ այլն, այսինքն արձագանքները կարող են տարբեր լինել։ Այստեղ երևի թե ամենակարևոր հանգամանքն այն է, որպեսզի չափանիշները պահպանվեն, այդ թվում քննադատական խոսք հնչեցնելիս նման յուրաքանչյուր դերակատարի եւ այլնի առնչությամբ։ Իհարկե այստեղ շատ կարեւոր է, որպեսզի այդ դերակատարները եւս ես ինքս էլ ինձ որպես այդպիսի դերակատար համարեմ, պիտի իրենք էլ էթիկական չափանիշները պահպանեն, որովհետեւ եթե դու ել չես պահպանում էթիկական չափանիշները, դու ընկնում ես մի քաոտիկ իրավիճակի մեջ, երբ ինչ որտեղ ավելի հավանական են դառնում, հա, այդ թվում թիրախավորումները եւ հարձակումները, բայց շատ կարեւոր է, որպեսզի հատկապես մեծ դերակատարները, ովքեր գիտեն, որ իրենց խոսքը լսելի է, շատ զգույշ լինեն, զգայուն թեմատիկայով գործունեություն իրականացնող անձանց հետ կապված հրապարակային խոսք հնչեցնելիս, որովհետև ցանկացած հրապարակային խոսք այո կարող է ընկալվել որպես ընդհանրական մի բան, հա, օրինակ, չգիտեմ, մարդը կարող է մի անգամ որևէ մեկը ապահովագրված չէ, հա, սխալ անելուց իր գործունեության շրջանակներում կարող է մեկ անգամ հա գործունեության մեջ սխալ իրականացնի եւ այնպիսի տրամաբանությամբ թիրախավորվի, որ իր ամբողջ գործունեությունն է զրոյի հավասար, ամբողջ դաշտի գործունեությունն է զրոյի հավասար եւ սա անթույլատրելի է պարզապես։ Հետեւաբար միանշանակ է, որ այո պետք է տարանջատել նախ դերակատարներին միմյանցից, երկրորդը ցանկացած խոսք օգտագործելիս պահպանել էթիկական չափանիշները, բայց նաև հիշել զգայունությունը հարցերի հետ կապված, ինչ վերաբերում է
միջնորդ հանդիսանալու գաղափարին բնականաբար ես մշտապես եմ այս հարցերի վերաբերյալ խոսում, նոր չէ, որ պետք է խոսեմ, ավելին ասեմ, ես հրապարակային եմ խոսում, այդ թվում պետական իշխանությունը ներկայացնող անձանց հետ իմ հաղորդակցության շրջանակներում, նաև հրապարակային հաղորդակցության համատեքստում պատրաստ եմ եղել եւ հիմա էլ պատրաստ եմ նպաստելու այդ խնդիրների լուծմանը։ Տիկին Մանասյան, քանի որ մենք խոսում ենք բռնության տարբեր ձևերից, մենք հոգեբանականից անցնենք ավելի ծանր թեմայի, վերջերս տեղի ունեցավ սահմռկեցուցիչ ձևով հանցագործություն, երբ նախկին ամուսինը նախ պայթեցրել էր կնոջը, հետո ինքնասպանություն էր գործել, ընդ որում այստեղ եթե նույնիսկ անգամ դուրս գանք այն շրջանակից, որ ընտանեկան բռնություն եւ այլն, տեսեք, պարզվեց, որ այդ կինը 7 անգամ դիմել էր իրավապահների օգնությանը, խնդրել էր իրեն հեռու պահել, մարդուն հեռու պահել իրենից, 7-ից 6 դեպքում ամեն անգամ այդ արգելանքի որոշումը կայացվել է, ամեն անգամ այս մարդուն կանչել են, ոչ մի անգամ, նույնիսկ մի անգամ հրազենի կիրառման էր գործահասել, մարդուն չէին կալանավորել, արդյունքում հասանք նրան, որ այդ մարդը սպանեց կնոջը, հետո ինքը իրեն սպանեց, երեխաները մնացին առանց երկկողմանիորեն ըստ էության ծնողազուրկ դառան, եւ ներքին գործերի նախարարությունը, ինչպես սովորաբար նման դեպքերում լինում է, հայտարարություն տարածեց, որ տարվում է ներքին ծառայողական քննություն պատասխանատուներին հայտնաբերելու ուղղությամբ։ Հիմա մենք կարող ենք լուրջ վերաբերվել ներքին գործերի նախարարության այդ հայտարարությանը ենիմ ասացի ֆոնին։ Մենք ընտանեկան բռնության հարցերով իրապես շատ լուրջ խնդիրներ ունենք եւ ունեցել ենք շատ ավելի մեծ խնդիրներ նախկինում, որովհետեւ նախկինում նման դեպքերը ամենօրյա էին, կարելի է ասել, պարզապես մենք դրա մասին չէինք իմանում, ի նկատի ունեմ սպանության հանգեցնող, բայց շատ բռնության ձևեր կան, որոնք այլ հետևանքների են հանգեցնում, բայց դրանք պակաս վտանգավոր չեն։ Եվ նշեմ, որ հիմա իհարկե մենք բավականին լուրջ զարգացումներ ունենք այս ոլորտի հետ կապված, բայց միևնույն է խնդիրները շարունակում են մնալ եւ ըստ էության այդ խնդիրների մի մասը նաեւ նրա պատճառը է, որ նախ չունենք շատ պատկերացումներ ոլորտի հետ կապված, ունենք շատ մեծ կարծրատիպեր, որովհետեւ դեռևս շարունակում են լինել պետական տարբեր մարմինների ներկայացուցիչներ, ովքեր օրինակ ընտանեկան բռնության վերաբերյալ բողոքներ ստանալիս, այդ թվում շատ սահմռկեցուցիչ պատմություններով, կարող են ասել, որ դե գնացեք ավելի լավ է հաշտվեք, կամ մենք դեպքեր ենք ունեցել, երբ օրինակ կինը ընտանեկան բռնության հետ կապված հարց է բարձրացրել իրավասու մարմինների ներկայացուցիչների մոտ եւ իր տվյալները հայտնվել են ամուսնու ձեռքերում եւ իր բողոքի տվյալները, ընդ որում սա ամենազգայուն թեմաներից է եւ այստեղ պիտի լինի հստակ պաշտպանություն թե անձնական տվյալների, թե նաեւ ընդհանրապես դիմելու հանգամանքի հետ կապված եւ սա շատ լուրջ խնդիր է, ընդ որում նշեմ, որ Հայաստանում նույնիսկ շատ լուրջ անկախ մարմիններ կան, որոնք չեն պատկերացնում ընդհանրապես օրինակ բողոքների խորհրդապահության առանձնահատկությունները, դրա շրջանակներում ձեռնարկվելիք զգայուն քայլերը։ Եվ այս ամենը բնականաբար չի կարելի անտեսել։ Եթե այս երևույթները գոյություն ունեն, դրանց դեմ պետք է պայքարել, բայց ես նաև չեմ կարող չարձանագրել, որ զարգացում ոլորտի հետ կապված եղել է։ Ինչ խոսք, ես վստահ եմ, որ եթե մենք նման դեպքի հետ ենք գործ ունենում, մենք պարտավոր ենք պարզապես հետևողական լինել, որպեսզի այո, նրանք ովքեր մեղավոր են, ոչ թե պարզապես իրենց պատասխանատվության ենթարկելու, իրենց վատություն անելու համար իրենց ենթարկենք պատասխանատվության, այլ որպեսզի բացահայտվեն խնդիրները հաջորդ անգամ դրանցից խուսափելու համար։ Ինչ պետք է արվի դրա համար, որովհետև տեսեք, հանրության շրջանում ագրեսիվությունը աճում է, հա, մենք ունենք ագրեսիվության աճ, ակնհայտ։ Մարդիկ իրար չեն հարգում անգամ մայթերով քայլելիս, ըստ էության երթևեկության մասին չխոսենք, հա, ինչ է կատարում երթևեկությունը։ Կենցաղային ամենատարբեր, ամենահասարակ թեմաներից սկսած, դա բերում է ուղիղ կոնֆլիկտների, մարդիկ ագրեսիվ են։ Բնականաբար այդ ագրեսիան բազմապատկվում է բոլոր այն դեպքերում, երբ շատ ավելի հիմնավոր պատճառներ կան, հա, ագրեսիա դրսևորելու։ Սպանության դեպքերը ավելացել են։ Երիտասարդները իրար հերթով սկսում են դանակահարել, դա արդեն նորմալ երևույթ է համարյա անցալվում, Աստված տոնից տեղից հեռու երկի։ Բայց ինչ անել, որպեսզի այդ միջավայրը մի քիչ ավելի բարի դառնա։
որովհետև մի կողմից մենք խոսում ենք, տեսեք, այս օրինակը բերեցի ներքին գործերի նախարարության անգործության մասին, եկեք իրերը իրենց անունով կոչենք, այս դեպքում անգործության հետ մենք խնդիրում ենք։ Մյուս կողմից մարդը, որը գտնում է, որ ինքը պաշտպանված չէ, գնում է ինքնադատաստան։ Ինչ անենք։ Շատ լայնաշերտ հարց եք բարձրացնում եւ դրա պատասխանել է լայնաշերտ, իհարկե առաջին հերթին բայց շատ կարճ անդրադառնամ նրան, որ պետք է մենք կրթության համակարգն ամբողջությամբ վերափոխենք, որովհետեւ մեր կրթության համակարգը կառուցված է բռնությունը ֆետիշացնելու գաղափարի վրա։ Օրինակ, երբ ուսուցիչը կարող է աշակերտին բուլինգի ենթարկված աշակերտին ասել, որ դու էլ պիտի կարողանաս նույն տրամաբանությամբ պատասխանել մարդուն, որովհետև դա է հիմնական մեթոդը, այդ թվում այդ ամենից խուսափելու համար, սա ընդհանրապես բռնության քարոզ է։ Այսինքն, եթե դու մարդուն չես սովորեցնում ճիշտ տրամաբանությունը, բռնությունը հաղթահարելու բռնությունը կանխարգելելու համար, բնականաբար դու զարգացնում ես եւ նպաստում ես բռնության տարածմանը։ Ես ի նկատի ունեմ միայն կրթական դասագրքերում ներառված բովանդակությունը, որը եւս նշեմ շատ դեպքերում խտրական է, իսկ բռնության դեպքերի տարածման շատ դեպքերի հիմքում հենց ընկած է խտրականությունը ընդ որում, այսինքն միմյանց առանձնահատկությունները չհարգելը, օրինակ չհարգելը, որ դիմացինը կարող է մեզանից ինչ-որ առումով տարբերվել եւ այլն։ Եվ բռնության քարոզը պարզապես պետք է վերանա մեր կրթական միջավայրից, որովհետեւ դա կնպաստի նաեւ ընտանեկան միջավայրներից կրթության քարոզի վերացմանը։ Մենք առաջին հերթին պիտի սա իրականացնենք։ Մենք չպետք է անտարբեր լինենք բռնության դեպքերի նկատմամբ, որովհետև իրավիճակներ կան, որ նույնիսկ օրինակ, անձնակազմը, երեխաները այլ գիտեն, որ երեխան սեռական բռնության է ենթարկվում պարբերաբար, եւ դրա մասին լռում են։ Եվ սա եւս ըստ էության բռնության տարածման եւ բռնությանը նպաստելու շատ լավ միջոց է։ Հետեւաբար առաջին բանը, որ պիտի ասեմ, դա կրթական համակարգը այս առումով բարեփոխելն է։ Իմիջիայլուց հասարակական ընկալումներն են նաև դրա համար նպաստավոր այսպես իրավիճակ ստեղծում, որովհետև ես գիտեմ, ես հիշում եմ բազմաթիվ դեպքեր, երբ սեռական բռնության զոհ դարձած անչափահասը հասարակական ընկալումներով վերածվել է մեղավորի։ Այո։ Այ ինքն էր մեղավոր, այդ ով էր ասում այդ ժամին էս ինչ տեղում լիներ, ով էր ասում, չգիտեմ, ծնկից վերև ինչ որ շոր հագնել, եւ այլն, եւ դա բերում է նրան, որ մարդիկ ուղղակի խուսափում են այդ թեմայից։ Միանշանակ, ընդ որում նշամ, դրան նպաստում են նաև զանգվածային լրատվության միջոցները, որովհետև ես մի դեպք եմ հիշում վերջին տարիներին տեղի ունեցած, երբ զանգվածային լրատվության միջոցներից մեկը պատանի մի աղջնակի սեռական բռնության դեպքը լուսաբանելիս հատուկ առարկա էր քննարկման դարձրել այն հանգամանքը, որ այդ աղջիկը աչքի չէր ընկնում լավ վարքով, ընդ որում խոսքը օրինակ 12 տարեկան աղջկա մասին է, եւ դա որևէ ձևաչափով չի կարող դերակատարություն ունենալ թե դեպքը լուսաբանելիս, թե դեպքի մասին խոսելիս, թե նման դեպքերը կանխարգելելիս, հետեւաբար միանշանակ դրան նպաստում են նաեւ հանրային ընկալումները, բայց այդ հանրային ընկալումները ձևավորվում են նախ կրթական միջավայրի, երկրորդը հիմնական դերակատարների ձեռամբ, որովհետև եթե լինեն հիմնական դերակատարներ, ովքեր ցույց տան նաև իրենց վարքագծով, որ դա դատապարտելի երևույթ է, մենք միանշանակ չենք ունենա այն իրավիճակը, ինչ ունենք հիմա, նաև մեր հասարակությունում ուժեղի եւ թույլի տարանջատումն է ըստ էության բռնության կիրառման հետ ավելի շատ կապվում, հա, հիմա օրինակ եթե ես իմ ամբողջ խոսքը կառուցեմ այդ թվում տարբեր մարդկանց թիրախավորելու, նրանց նկատմամբ հոգեբանական բռնություն կիրառելու եւ այլնի վրա ես շատ ավելի ուժեղ կդիտարկվեմ հանրային ընկալումներում, քան էթիկական ստանդարտները, իրավական ստանդարտները պահպանելու խոսք հնչեցնելիս եւ ակնհայտ է, որ սա առաջին հերթին պետք է վերափոխել, բայց սրա վերափոխումը բնականաբար շատ երկարատև, երկարաժամկետ երևույթ է, պարզապես դրա ուղղությամբ պետք է աշխատել, միևնույն ժամանակ պետք է ամբողջությամբ բարեփոխել պետական մարմիններում համապատասխան ներկայացուցիչների գաղափարախոսությունը, արժեբանությունը եւ աշխատանքը, այդ թվում ինչու՞ չէ, իհարկե ոչ միայն պետական մարմինների, բայց նաեւ
ընդհանուր դերակատարների նկատմամբ պատասխանատվության միջոցներ կիրառելով պետք է շատ լուրջ զարգացնել տարբեր համայնքներում, այդ թվում մասնագիտական համայնքներում կարգապահական պատասխանատվության ինստիտուտը էթիկական ստանդարտները խախտելու համար, որովհետև օրինակ, եթե հոգեբանը, գիտնականը, փաստաբանը եւ այլ դերակատարներ իմանան, որ իրենց հնչեցրած հակաիրավական եւ վարքագծի կանոններին հակասող խոսքը միանշանակ հանգեցնելու է պատասխանատվության, օրինակ անձը չի դասավանդելու այլևս համալսարանում, փաստաբանը զրկվելու է լիցենզիայից, հոգեբանը չի կարողանալու շարունակել իր գործունեությունը եւ այլն, իրենք միանշանակ զերծ կմնան թե նման խոսույթի տեսակներ օգտագործելուց, թե նաև նման միջավայր ձևավորելուց։ Եվ միանշանակ է, որ շատ կարևոր են նաև ընդհանուր առմամբ պատասխանատվության միջոցները, բայց կարևոր է նաև, որպեսզի պատասխանատվությունը համարժեք լինի արարքին, որովհետև մենք երբեմն նաև մյուս ծայրահեղության մեջ ենք հանգնում։ Օրինակ, մեկը կատարվում է մի արարք, որը ակնհայտորեն հակասում է էթիկական ստանդարտներին, հանկարծ որոշում ենք այդ անձին քրեական պատասխանատվության ենթարկել, որը հակառակ ազդեցությունն է ունենում իրավիճակի վրա, որովհետև ակնհայտ է, որ նաև պատասխանատվության միջոցը համարժեք չէ կատարված արարքին եւ փոխանակ մենք խոսենք նրա մասին, որ անձը հակաիրավական եւ էթիկական ստանդարտներին հակասող վարքագիծ է ցուցաբերել, սկսում ենք խոսել այն մասին, որ այսինչ պատասխանատվության միջոց է կիրառում, հետեւաբար մի շարք գործողություններ պետք է իրականացվեն, բայց վերջում որպես ամփոփում կնշեմ, որ շատ կարեւոր է նաեւ, որպեսզի հիմնական դերակատարների մոտ ձևավորվի հանրային զգայուն հարցերի առնչությամբ կոնսենսուս, որովհետև այո, բոլորս կարող ենք ունենալ տարբեր հարցերի վերաբերյալ տարբեր պատկերացումներ, բայց կան զգայուն նուրբ հարցեր, որոնց հետ կապված մենք միանշանակ պետք է ունենանք կոնսենսուս, եւ եթե այդ կոնսենսուսը չունեցանք, ինչպես հիմա է ընդ որում, մենք հանգելու ենք շատ վտանգավոր մի կետի։ Շնորհակալություն զրույցի համար, հուսամ այդ կետին չենք հասնի։ Հիշեցնեմ այսօր իմ զրուցակիցներ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, ես Լևոն Սարդարյանն եմ, կհանդիպենք արդեն վաղը նույն ժամին, նույն վայրում, հաջողություն եւ համբերություն բոլորիս։